որ անկախենք, գրվում ով ազոհվել, ինչի համար, մարդկային վերահսկացմունքներ, ինչ-որ ու ենթատեքստերով, տեքստի տեսքով, նախադասության ձևով, կարճ բառատեսակներով, հայերենին հատուկ օժտված լավ մարդկային բառերով, նկարը լրիվ այդպես գունահ գրվում է։ Մասնակցել եմ ցուցահանդեսներ, այդքան կողմնակի չեմ ցուցահանդեսի, նկարը չպետք է շատ նկարի, հետո երևի թե ամեն ինչ կստացվի, ու եղել է բացել եմ անհատական ցուցահանդես Վանաձորում 98-ին կարծեմ, Մոսկվայում մասնակցել ցուցահանդեսների, Steel Art գալերեայում, գալերեա Այում, ու այդ գալերեան այսօր մեր հայ գեղանկարիչներից, ասենք ոչ բոլորը, բայց մեծամասամբ ով պետք է ցուցադրվի, գալերեա Այում արվում է արարողությունը, ցուցահանդես կոչվածը, մասնակցել եմ ուրեմն 17 գործով գալերեա Այում 2004-ին, հետո Արադ Խայաթ Մայոց հոթելում մասնակցել եմ էլի ցուցահանդեսի հայուհի նկարով, Հոլանդիա եմ գնացել Գյորգի Թովմասյանի հետ, այնտեղ ենք անհատական ցուցահանդեսներ բացել, ու հանրահայտ հայորդի Շեր Սարգսյանը, Շերը, համերգ է գալիս Մոսկվա տալու, հունիսի 22-ին համերգ է տալիս, Նար Աբրահամյանը իր շքախմբով, այսպես ասած, Բամոնդի հետ, Շերին, աստղին հրավիրում են Արադ Խայաթ հոթել գալերեան, ինչ-որ արարողություններից հետո մուտք են գործում գալերեա, Շերը շրջում է նկարներ անդիտում, 150 կտավ է կախվածանում տարբեր նկարիչների, հայ, ռուս, վրացի, մոտենում է իմ նկարին, հայուհի էի նկարել, նայում է շշմում ասում, այս ես եմ, ես նման եմ ինձ, ես ինձ են նկարել, ու խառնվում են իրար, զանգեցին, կարող ենք նվիրել, ասի պատիվ ունեմ նվիրելու, ու տենց նվիրեցին, դու մամուլում գրվեց, հեռուստատեսությամբ, եթե կա նկար, ինքը պետք է շրջանակ ունենա, կարող է նկարը լինի, ինքը շրջանակ չուզի, բայց երևի թե շրջանակը մեր վաղամերիկ Կարլոս Աբովյանն էր տարքիր, ասում էր գեներալ է սովետականության, եթե մունձերներով ասում են, գեներալը, բայց ֆորում են հակը չի, շորը, չես ասի, որ դա գեներալն է, նույնը շրջանակն է, եթե շրջանակը կտավը, հաջող կտավը, Ռաման էլ ինքն էլ հաջող պատրաստված, իրոք ասեմ շրջանակը էլի մեծ արվեստ է, եթե ճիշտ գտնես, շատ բարդ է, կարող է նկարը հեշտ կատարվի, Ռամայի 3-4 օրով խառնվեց, թե ինչ Ռամա գունավորվեց, հետո Ռամաների վրա սկսեցի դուրս գալ նկարել, կարծես սահմանից դուրս ես գալի, Ռամային էլ ես բան տալիս, իրան կապում ես նկարի հետ, ոչ թե մեխերով են իրար կպած, այլ կպած են նաև գույնաշերտով, որը տարալուծվելով գալիս բարձրանալու հենց Ռամայի վրա, ինքը տեղել է տեղ գտնում, միահուն չեն դառնում, երկուսն էլ մի նշանակություն են ձեռք բերում, այսինքն այդ նկարը արդեն առանց Ռամայի չի կարա դիտվի, նրանք երկուսը իրար հետ են, այդ Շերի երկրորդ նկարը որ արել եմ, հենց ասենք այս սկզբունքով ա եղել, կանխամտածված չի արվել, ասեմ, ինչ-որ տեղ նայել եմ, արել եմ, տես բան չի եղել, ստացվել է ինչ-որ, երբ ինչ-որ մի ուժ ա մղել, որ դուրս գամ տեղից, տենց հա։ Իմ ամենահետաքրքիր հանդիպումները եղել են, ելնի մեր նկարիչներից այսօր Ամերիկա Ռաֆայել Աթոյանների ժողովրդական նկարիչ մոտ ենք եղել, արվեստանոցները տրնկից հարևաններ ենք եղել, իրաստեղ մի շաբաթյա երկուսով նկարել ենք, շատ հիշում եմ Կարլոս Աբովյանի հետ օրերը, որոնց ենք անցրել, շփվել ենք,
նախանցած տարի Էդվարդ Խլխացյանի նախաձեռնությամբ նկարեցի գաղթի ճանապարհին մեծ կտավ, սահմանամերձ մեր գյուղերով, քաղաքներով, օգտագնացությամբ գնացինք Էջմիածին, Վահրամ Բաղդասարյանը կազմակերպեց, մեր հարգարժան, հանդիպում, օրհնեց կտավը, վեհափառը, հավանեց, նկարը հաջորդ օրը նվիրեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության թանգարանին, այն ժամանակ Լավրենտի Բարսեղյանն էր։ Իմ կարծիքով սա մեծ պատմական տարածք է, այստեղ շատ մեծ մարդիկ են ծնվել, մահացել ու էլի այսօր ծնվում ապրում են ու ներկայումս կան, ոչինչով չեն զիջում աշխարհի ոչ մի բնակավարի մարդկանց, ուղղակի պետք է հավատալ, սիրել Լոռեցուն, Լոռեցին շիտակա, ազնիվ, մարդասեր, Լոռեցի վրա կարելի է հույս դնել։ Ես հումանիստ եմ, մարդու մեջ արժեքավորում եմ իր հավատքը, իր Աստծուն, իր հայրենիքին ու ղեկավարների հանդեպ պետք է պարկեշ ձևով վերաբերվել, պետք է հավատալ գործանողին, ոչ թե բամբասել կամ խոսել, ընդհանրապես մեկը գործ անում, լավ գործ անում, այն մյուսը ընդհանրապես կապ չունի, մենք խոսում է, գալիս է նայում, ասում է, բարս տենց աներ ավելի լավ կներ, բարս նենց աներ ավելի լավ կներ, մենք խոսում է, ես էլ ասում եմ, եթե խոսալով ներ, ռադիոն հեղինակություն կներ, խոսալով չի, անելով արվում է այսօր, լրիվ անկախությունը կա, կամաց սոցիալական վիճակները կամաց, թե կամաց, ոնց որ ուզում է դզվի, սիրում եմ ես իմ Հայաստանը, իմ հայրենիքին, իմ պրեզիդենտին, այսօրվա իմ բոլոր ղեկավար աշխատողներին, ես ընդհանրապես չեմ էլ շփվում ճիշտն ասած, չմտածեք թե ես ինչ որ ակնկալիքներ ունեմ, ընդհանրապես չունեմ, ուղղակի ես գոհ եմ, այսօր լավ է, պատերազմ չկա, հաց կա, ծիծաղ կա, բաց սիրտ կա, պարզապես շատ պետք է աշխատել, շատ ու շատ, քիչ աշխատողն է սկսում շատ խոսալ, շատ աշխատողը ընդհանրապես քիչ է խոսում։ Բնականաբար մեխանիկորեն ծնվում են հայեր են կարդում են, սովորում, հայ մնալն այսօր դժվար, մարդու մեջ ուրեմն իր ազգային պատկանելությանը հարազատ մնալը, հայրենասիրությունը, կարծիքով երկու բանն է, Աստծուն մեկ էլ հայրենիքին, ոչ միտեղ ենթակա չես, մնացած դեպքերում պարտականություններ են ինչ-որ մարդկային։ Այն, ինչ որ տրված է մեզ ու ինչ անում ենք, փոքրիկ քայլեր են հայապահպանման, իսկ մեր նվիրումը, որ ամեն օր է, ինքնամոռացման չափ, ապացույցների կարիք չունի, այն ապրելու կերպ է, յուրաքանչյուրն իր չափով, արարման իր դրսևորմամբ, այն հիշատակն է մեր նախնիների ու մեր զավակների երազանքների վկայագիրը։